Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 5-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր եկել են այս ալիք, ովքեր շարունակում են դիտել նաև այս ալիքում, եւ միգուցե չգիտեիք, որ այս ալիքում մեկ այլ տեսանյութեր կան, հիմա արդեն ավելի հետաքրքիր կլինի ձեզ համար, կնայեք։ Իսկ մյուս ալիքը դեռ կանգնած է, բայց շուտով, հուսով եմ շուտով կկարգավորվի ամեն ինչ, մի փոքր ուղղակի զբաղված եմ, դե համար այդքան չեմ հասցնում, բայց շուտով այնտեղ սիրային կանխատեսումներ կլինեն։ Նաև հետաքրքիր ինչ-որ միգուցե, ինչ-որ բաներ եմ մտածում, այս հետո մտքիցս թռնում են, հետո ասում ինչ-որ բան էի ուզում անեի, ոնց որ այդ ալիքում, ու այդպես մտքիցս կգրանցեմ այսօր անպայման ամբողջը, որպեսզի ես կարողանամ ներկայացնել նաև այն ալիքում ձեզ համար հետաքրքիր տեսանյութեր։ Իսկ այսօր տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում, դե գնայինք այս մյուս քարտերով, շատ նայեցինք այն քարտերով եւ շաբաթվա ընթացքում ենք գնայում այս քարտերով, այստեղ ավելի հետաքրքիր բաներ կարող են նաև լինել։ Այսքանը եւ տեսնենք ինչ է սպասվում բոլորիս, գնայենք առնետներին։ Ժամերը մեկնաբանությամբ բաժնում են միշտ։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 5-ին։ Սա դուրս թռավ, ուզում էր ընկներ ամենայն դեպս։ Երևի նա էր ուզում գար։ Կայունություն է սա, կայունություն որևիցե ոլորտում, ավելի նորմալանավորեցը ոլորտ ձեզ մոտ, միգուցե հարաբերությունները, այստեղ կարող ավելի ընկերական լինեն հարաբերությունները տան անդամների հետ, վեճերը օրինակ ավարտվեն, եթե վեճ կար ընտանիքում։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ եւ տան հետ կապված իրադարձություն է, միգուցե առիթ է, միգուցե ծնունդ է, տեղափոխություն է, ու բորկա եք սկսում, իրեն եք տեղաշարժում, մի խոսքով տան հետ կապված յուրաքանչյուր բան, որ կարող եք անել այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում միայն։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 5-ին։ Հաջողություն, որը կունենաք յուրաքանչյուր գործում, այն ինչ որ անեք այդ օրը։ Շատ շփում, խոսակցություններ, հնարավոր է նաև բամբասանքեսամ, հնարավոր է նաև լեզվակռիվ է ինչ որ մեկի հետ։ Եվ ձեր գործերը այդ օրը առաջ կմղեք, որքան հնարավոր է, գիրակի է, ամենայն դեպս որքան հնարավոր է առաջ կմղեք։ Նաև որևիցե ճանապարհ գնալ, երկար կամ տեղափոխության մեջ լինեք, հա, ընդհատ կամ օրվա ընթացքում այս ու այն կողմ անընդհատ անեք։ Ամեն դեպս ինչ է լինի, դա կարող է վերաբերվում է նաև ձեր աշխատանքին, որ այդ օրը առաջ կմղեք ինչ որ գործեր, ոնց ասում են, քանի տունն եմ, անեմ դրանք ավարտեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 5-ին։ Շատ աշխատանք այդ օրը կունենաք։ Ովքեր որ աշխատում են, դա նաև պետական հիմնարկություն է, հիվանդանոց, այս դեպքում կարող եք այցելել։ Դա նաև ռեստորան է, որ կգնաք, այնտեղ առիթ է։ Հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, ինչ-որ մի բան է փոխվում ձեր կյանքում, նաև ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն տուն։ Եվ կարող շատ երկար ճանապարհ գնալ, միգուցե աշխատանքի բերումով է, միգուցե գործուղում է։ Նաև փոփոխություն է մտնում ձեր կյանք, յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել։ Ոմանք տեղափոխություն է սա մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, այստեղ եւս ցույց է տալիս դա։ Նաև հղիություն, ծննդաբերություն, այդպես յուրաքանչյուր բան, որը մարդու կյանքը փոխում է։ Եվ սա կարծես ավելի դեպի լավ կողմն է փոխում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 5-ին։ Բավականին բորբոքված եք ինչ-որ մեկի վրա։
բարկանում եք, կարող վիճել, անհանգստություն է նաև, լարվածություն է, արտասուք է, ձեր զույգի հետ է կապված, մոռացել եմ անում, ձեր զույգի հետ է կապված դա կամ գործնական, որը հարցերի, այստեղ կամ մոռացել է շատ կարևոր օրվա մասին ձեր զույգը, կամ գործարք եք կնքել, հետո ինչ-որ մի բան նայում եք, այնպես չի դրա համար ուշադիր եղեք, եթե տեղ է գնում ձեր զույգը, ապա իր համար եք անհանգիստ, ուղղակի պետք է հասկանաք, որ սա ոնց որ բորբոքվածություն է և կարող եք լավ ուժեղ վիճել ուղղակի ձեր զույգի հետ, ովքեր զույգ ունեն, ովքեր չէ, կարող է գործընկերոջ հետ է, աշխատանքի հետ է կապված, նաև այստեղ պայմանագիրը շատ կարևոր է ձեզ համար, ուշադիր եղեք, ոմանք հենց այդպես է, ինչ-որ մի պաշտոնի բարձրացում կարող ունենան, կամ ինչ-որ առաջ խաղացում ունենաք, նաև կյանքի նոր իմաստ կգտնեք, իմաստուն կդառնաք, ավելի հասուն, տեսակ կսկսեք մտածել, շատ ճանապարհներին կլինեք կամ երկար ճանապարհ կգնաք, հյուրեր կընդունեն ոմանք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, բավականին աշխույժ կլինեք ոգևորված ինչ-որ գործեր անելու համար, և կարող ինչ-որ բաներ եք պատվիրում, բերում են տուն, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք վիշապներին, Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 5-ին։ Երեխաների հետ կապված որոշ իրադարձություն է սա, հղիություն, ծննդաբերություն, ձեր թոռները գան, երեխաները գան, նաև նոր ինչ-որ մի բան է, նոր կյանք, նոր աշխատանք, նոր բիզնես, նոր ինչ-որ փոքր մի բան, հղիություն, ծննդաբերություն, ինչ-որ մի բան է, որ նոր է սկսում ձեզ մոտ։ Եվ պետք է իմաստուն լինեք այդ նորը սկսելու համար, պահպանելու համար նույնպես։ Եվ կարող են օցել լինել ձեր շրջապատում և խանգարեն այդ նորին կամ ձեզ շեղեն, փորձեն շեղել։ Ոմանք այդ օրը կզբաղվեն ուսմամբ, ոմանց մոտ սա գաղտնիքի բացահայտում է։ Կարող եք իրոք գիրք կարդալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օցերին։ Ինչ է սպասվում օցերին ապրիլի 5-ին։ Փոքր ծանր օր է, դժվարություններ կարող են լինել, փորձություններ, միգուցե ինչ-որ ամբողջ բեռը ձեր ուսերին է, դուք պետք է տանեք այդ օրը, ամեն ինչ, բայց այստեղ ամենայն դեպս ուրախ եք, դա կամ ձեզ հաճելի է, կամ ի վերջո կկարողանաք ոնց որ հաղթահարել այդ փորձությունը, այդ ինչ-որ մի բանը, որ ձեր ուսերին է դուք եք տանում, կարողանաք անել դա։ Ոմանք այդ օրը կգնան ժամադրություն, անակնկալներ կան այստեղ, նվերներ, միգուցե առիթ է, ծնունդ է, ինչ-որ բաներ են զարգանում ձեզ մոտ, առաջ գնում, միգուցե հարաբերությունները, միգուցե մեկ այլ բան։ Եվ ուժ կունենաք, հավելյալ ուժ, միգուցե դա է, որ կարողանում եք հաղթահարել ամեն ինչ, շատ գործեր անել, ծանոթություն այդպես հակառակ սեռի ներկայացուցիչ չի, որ այդպես լավ կամ հաղթանդամ կլինի կամ հենվելու տեղ կունենաք, նաև ուշադիր եղեք ովքեր մեքենա են վարում պետավտոտեսուչներից, բացի դա էլ սա կարող ինչ-որ մեկն է, որ ձեզ օգնում է, դա այստեղ և գործերի հետ կապված, դժվարությունների հետ կապված, թեթևացնում է ձեր դժվարությունները, միգուցե ֆինանսապես է օգնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 5-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, միգուցե դուք պետք է լինեք խորամանկ ինչ-որ բաներ անելու համար այդ օրը։ Նաև խաբեբաներ կարող են լինել, նաև դժվարացնեն ձեր կյանքը, խոչընդոտներ ստեղծեն ձեզ համար, դժվար օր է, բավականին դժվար օր է, կամ խորամանկ պիտի լինեք, որ կարողանաք այդ դժվարությունները հաղթահարել,
կամ իրոք այս մեկն է ձեզ համար ստեղծում այդ դժվարությունները, որտեղ խոչընդոտներ կան, դժվարություններ, ամեն ինչ ձեր ուսերին է, ճակատագրական օր, ինչ որ մի բան է այդ օրը լինելու, որը իրոք կամ սա է ստեղծելու, կամ մի քիչ եղեք խորամանկ, այս տարին ձեր տարին է, իդեպ կարող եք նայել նաև ձեր նշանի մասին 2026 թվականի մասին կանխատեսում արդեն աստղաբանության ալիքում է կարող եք նայել, ալիքների հղումները կան մեկնաբանության բաժնում բոլոր։ Եվ մեկ քարտ հանեմ, տեսնեմ կկարողանաք այս ամբողջ օրը ինչպես կարող եք փոխել։ Դե որ մի քիչ ճկուն լինեք, մի քիչ արագաշարժ լինեք, կարողանաք ամեն ինչը այդպես աշխուժ անեք, ապա այո։ Կկարողանաք յուրաքանչյուր հարցին լուծում տալ, խոչընդոտներն էլ հաղթահարել, դժվարություններն էլ հաղթահարել։ Դե նստեք մնաք քնած, հա, ոնց որ ոչ մի բան էլ չի փոխվի ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 5-ին։ Ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լի եք։ Նաև բավական աշխուժ կլինեք, այս ու այն կողմ կգնաք, ճանապարհներին շատ կլինեք, մեկ երկար ճանապարհ կգնաք, նորություններ կլսեք, տեղեկատվություն, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր։ Նաև ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն ձեր տուն։ Եվ այդ օրը կամ գումար եք ստանալու, կամ գումար եք ծախսելու։ Հիանալի օր է ամենայն դեպս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 5-ին։ Բորբոքված եք բավականին, չգիտեմ ինչու եք բորբոքված, ինչ-որ մեկի վրա կարող եք բորբոքված լինել, բարկանաք ինչ-որ հարցերում։ Ընկերոջ վրա կարող եք բորբոքվել, կամ անհանգստանալ իր համար, կամ այստեղ բարկանում եք իր արարքից, իր վերաբերմունքից, այդպես։ Ոչ է նոր բան կմտնի ձեր կյանք, նոր բիզնես, նոր հնարավորություններ, նոր աշխատանք, հղիություն, ծննդաբերություն, նաև ոմանց երեխաները կգան իրենց տուն, թոռները կգան, այնպես ինչ-որ մի նոր թարմ մի բան է մտնելու ձեր կյանք։ Եվ այդ օրը գումար կամ կստանաք, կամ գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 5-ին։ Հաջողություն, ինչ-որ հարցերում, այն ինչ-որ կանեք այդ օրը։ Նաև կարող եք բորբոքվել, այստեղ միգուցե խաբեբաների հետ է կապված։ Ընկերոջ վրա, միգուցե, հա, ինքն է, ընկերոջ կամ ընկերու վրա, կամ նաև կարող է անհանգստանում եք, ինչպես որ կապիկներին էր, նույն բաներն ընկավ։ Այդ օրը պետք է լինեք խորամանկ, եթե դուք խորամանկ չեք, ապա ինչ-որ մարդիկ են խորամանկ եւ խաբեբա, միգուցե փորձեն ձեզ խաբել, խորամանկություն անել ձեր հետ կապված, դե համար ուշադիր պետք է լինեք, ավելի լավ է որ դուք լինեք խորամանկ եւ այդ օր ինչ-որ գործեր անեք։ Քանի որ ոնց որ ասում են հաջողությունը կա, ինչու՞ չէ, արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 5-ին։ Հաջողություն, հաջողության հետևից, այնպես որ ինչ անեք այդ օրը հաջողությամբ կավարտեք, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, միգուցե ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ եք լինում, փաստաթղթերը կարող եք ուղղել, դասավորել, ցուցակ կազմել, գնալ խանութ, կամ մեկ այլ հարցի համար կարող եք ցուցակ կազմել։ Դա շատ կարևոր, ինչ-որ գործունեության համար է դա։
Այսքանը կամ ինչ-որ բաներ եք լրացնում այդ օր ուղղակի, դե գիրակի է, ինչ-որ բաներ չկա հատուկ ասելու։ Ամեն դեպս ինքը հիանալի օր է ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 5-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, փոփոխություն է մտնում նաև ձեր կյանքում, կարող տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, միգուցե տեղ ընկերական շրջապատն է նաև փոխվում։ Ոմանց մոտ սա հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ ուղղակի, փոփոխություն է, որ մտնում է մարդու կյանքի, ամեն մեկի մոտ մի ձև է, ինչ-որ մի փոփոխություն է մտնում։ Եվ ավելի իմաստուն եղեք այդ փոփոխությունը ընդունելու համար, սա նաև օձեր են, որ կամ նախանձում են ձեր փոփոխությանը, կամ փորձում են շեղել, եթե օրինակ հղիություն է, ծննդաբերություն, ամեն դեպս նախանձություն կա այստեղ, ուշադիր եղեք, եթե օրինակ նոր է հղիությունը, փորձեք չասել հստակ այդ օրը ինչ որ մեկի միգուցե ընկերն է այդպեսին, կարող է նախանձում է ձեզ։ Եվ յուրաքանչյուր փոփոխություն իրոք պետք է մարդը իմաստուն լինի, որպեսզի կարողանա ընդունել այդ փոփոխությունը իր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։